երբ պետությունը իր կախվածությունը մեծացնում է արտաքին ակտորներից, իր արտաքին կախվածությունը կոմպենսացնում է երկրի ներսում ռեժիմի այսպես ավտորիտարացմամբ։ Եթե սա փորձենք այսօրվա դիտանկյունից նայել, մենք տեսնում ենք, որ Հայաստանի կախվածությունը ցավոք սրտի, որքան էլ որ բարձր եւ որքան էլ որ ուժգին գոռան, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունը ուժեղացրել է, ավելի անկախ է, քան երբևէ, այս բոլոր աղմուկի մեջ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նվազում։ Ես երբեք նախկինում չեմ հիշել եւ չեմ հիշում, որ որևէ արտաքին դերակատար Հայաստանի Հանրապետությանը ստիպեր բացահայտ փոխելու սահմանադրությունը։ Սահմանադրությունը երկրի, պետության եւ ժողովրդի միջև պայմանագիր է, որը չի կարող ունենալ արտաքին պարտադրվածություն։ Եթե կա արտաքին պարտադրվածություն եւ երկրի իշխանությունները լոյալ են այդ պարտադրանքի նկատմամբ, սա խոսում է այն մասին, որ լեգիտիմացվում է երկրի ներքին գործերին խառնվելու արտաքին մղումները։ Ասել է, թե առնվազն Հայաստանի Հանրապետության սահմանադրության նկատմամբ արտաքին պահանջները խոսում են այն մասին, որ երկրի ներսում մենք գործ ունենք ինքնիշխանության էական նվազման հետ։ Եթե մենք սա վերցնում ենք, հաջորդիվ արդեն տեսնում ենք ռեժիմի խստացում, ասել է, թե ավտորիտարացում եւ իրականում միջազգային հարաբերությունների եւ ընդհանրապես քաղաքագիտության մեջ, եթե մենք վերցնենք վերլուծության ենթադրենք համեմատական վերլուծության, ապա կտեսնենք, որ հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվում այն բոլոր երկրներում, որտեղ արտաքին ճակատում իշխանությունները ձեռք են բերում կախվածություն եւ դա փորձում են հետագայում կոմպենսացնել ներքին ավտորիտարիզմով։ Ձերբակալությունները, որոնք անխոս ունեն քաղաքական ենթատեքստ, առնվազն քաղաքական շահագրգռվածություն, խոսում են այն մասին, որ եւ հենց այս կանխավարկածի օգտին են խոսում, որ երկիրը գնում է դեպի ավտորիտարացում։